զեկույցի ելույթի մեջ զերծ մնալ որակումներից, քաղաքական գնահատականներից եւ կոռեկտությունից դուրս արտահայտություններից այլապես չգիտեմ ինչի կվերածվի։ Շնորհակալություն։ Պարոն կառավարիչ, նախ առաջինը դուք երևի հասկացել եք, մի րոպե, չէ՞, բան ասում, նախ ելույթից ես կարող մոռանամ, Չսահմանափակելով բացարձակապես ձեր խոսքի ազատության իրավունքը եւ ժամանակը, բայց այնուամենայնիվ մինչեւ արդեն 30 քանի րոպե խոսում եք եւ բազմիցս վիրավորական գնահատականներ տվեցիք, կարող եք գնահատել երևույթը, բայց առանց ինչ-որ տենց պիտակավորելու։ Խնդրում եմ երկու ջանցեք եւ շարունակեք։ Նախ առաջին ուզում տեղեկացնել կառավարիչին ինքն էլ բոլորն էլ այսպես ասած տեղյակ են, որ սպառնալիքներով իմ հետ խոսել հնարավոր չի, չգիտեմ ինչի կվերածվի, ինչի դուք եք այս բան սպառնալիքներով խոսում, պարոն Ղազարյան։ Ով ասաց կվերածվի, չգիտեմ ինչի։ Չէ։ Պարոն Մեսրոպյան, Բա մենք ուզում ենք աշխատանքային, ուզում ենք աշխատանքային ընդհանրապես ես ամեն ինչ արել եմ, որ Չեք լսում, ով ասաց կվերածվի, չգիտեմ ինչի։ Ես։ Չէ, ես ասում եմ, որ իսկապես պետք է կարողանանք փոխադարձ արգանքի մտածում։ Սպառնալիքի մասին չպիտակավորել։ Ես եմ ասում, դիտարկում դառնում է սպառ։ Պարոն Մեսրոպյան, չի կարելի։ Շարունակեք ձեր իհարկե չի կարելի, իհարկե շատ բան։ Թույլ մի տվեք ընդհատել, ես էլ կոռեկտությունը չեմ ասում։ Առաջինը սպառնալիքի դեպքում ոչ մեկի մեջ չխոսամ եք, երկրորդը գիտեք շատ լավ որ չեմ վախենում, չեմ վախեցել, չեմ էլ վախենալու։ Եվ երկրորդը Եթե կառավարիչը եւ հանձնաժողովի աշխատակազմը իրենց թույլ են տալիս նյութերու մեջ մեզ սարքել հանցագործ, սխալ թվեր գրել, բարից բուն իմաստով, հետո իրենց էլ հերքում են, ասում են դե քաղաքական անձնականներ, ջա չգիտեմ ինչ ուզում գրում ենք եւ այլն, այդ ամեն ինչը չի համարվում վիրավորանք, ես ընդհանրապես որ ասում եմ սուտ եւ կեղծ տեղեկություն համարվեց վիրավորանք։ Պարոն Ղազարյան, նիստի վարման ընթացքին է վերաբերվում, նիստում հնչեցված գնահատականներին է։ Վարույթում կարելի է հնչեցնել այդպես գնահատականներ։ Վարույթում որևէ մեկը ձեզ հանցագործ չի։ Չհասկացա, ինչ է նշանակում համակարգված հավելագրում եւ մոնետիզացիա։ Հանցագործություն չի։ Պարոն Ղազարյան, շարունակեք։ Դե ուրեմն խնդրում եմ լինել օբյեկտիվ եւ եթե դուք նյութերում չանցնեիք չափը, այսինքն չներկայացնեիք սեփականատիրոջը որպես, չգիտեմ, այսպես մոնստր, մեզ էլ հետը ձեռի հետ հանցագործներ, չէիք ստանել այս պատասխանը։ Խնդրում եմ օբյեկտիվություն։ Հանձնաժողովը գոնե թղթի վրա անկախ։ Մաքսիմում օբյեկտիվ ենք։ Ուրեմն Սևան ցանցի հետ կապված ձեզ ասեմ, հարգելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ կրկնում եմ ցանկությունը, այսպես մաքսիմալ լուրջ ներկայացնելու Սևան ցանցում կատարվել է մի տեսուչի մոտ ընդհանրապես ստուգում 130 հաշվիչ տարել են, ստուգել են, մի տեսուչի մոտ հայտնաբերել է